Նախ հարգելի գործընկերներ, ես պոեզիայի մեծ մասնագետ չեմ, բայց ես կարծում եմ, որ կրկին, եթե դուք ինչ-որ բանից դժգոհում եք, երևի դուք ինքներդ արժի, որ այդ բանը չանեք։ Հիմա ձեր շարքերում էլ կան պոեզիայի սիրահարներ, որոնք օրինակ, չգիտեմ, ստեղ վախենում են բան ասեն, բայց գնում են ծածուկ ինչ-որ պոետիկ բաներ են հրապարակում։ Եթե դա ձեզ համար նորմալ է, ուրեմն պետքա պատրաստ լինեք, դուք էլ լսել պոեզիա, հարուստ պոեզիա։ Եթե չէ, չէ։ Ես կառաջարկեի ընդհանրապես պոեզիան թողնել պոետներին եւ զբաղվել ելույթներով։ Հաջորդը պարոն Մամիկոն Ասլանյան, ես խնդիր չունեմ, շատ լավ է, որ ասում եք պետքա անձնական մաղձը թողել մի կողմ եւ այլն եւ այլն։ Բայց ես ճիշտ լսեցի, որ դուք ասացիք, որ ելույթ ունեցողներից մեկը լավ կլինի այդպես ելույթներ չունենա, հակառակ դեպքում ստիպված կլինի մտածել իր առողջության մասին։ Ես ինչ եմ, ես ճիշտ հասկացա, հա։ Չէ, ես ուզում եմ հասկանամ ինչ նկատի ունեիք։ Տեղից մի խոսեք։ Ես ուզում եմ հասկանամ ինչ նկատի ունեիք, այսինքն բժիշկ եք դուք, հա, պետքա բժշկական օգնություն եք պատրաստում տալ։ Ինչա, որովհետև էլի եթե անցնում ենք այդ դաշտ, տեղից մի խոսեք։ Եթե անցնում ենք այդ դաշտ, պարոն Ասլան, ես ձեզ վստահեցնում եմ, որ քաղաքացիական պայմանագրում էլ բազմաթիվ մարմնի եւ հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ, բայց եկեք այդ դաշտ չմտնենք։ Հիմա, հարգելի գործընկերներ, ես առաջարկում եմ անցնել բովանդակային քննարկման։ Արդեն այս նիստերը բանի են էլի վերածվում, ինչ որ, չգիտեմ, Ալֆրեդի սենյակի են վերածվում հին թվերի։ Եկեք անցնենք բովանդակությանը։ Եվ կրկնում եմ, եթե ձեզ դուր չի գալիս պոեզիան, որը կարող է ասոցացվել տարբեր բաների հետ, զսպեք ձեր մեջի պոետներին եւ ոչ միայն պոետներին։